Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Արձակուրդներն ավարտվեցին, ինչ վատ է, բայց դպրոցական տարեշրջանն անհետաքրքիր չէր լինելու։ ՕԱԳ-3 դպրոցի աշակերտները փոքր խմբերով կանգնած էին։ Նրանք մի փոքր հնաոճ էին հագնված, այն ժամանակ այդպես էին հագնվում, բայց պարծենկոտությունը նրանց մոտ լավ էր ստացվում, հատկապես Ջիմի մոտ, նաև բոլորը ենթարկվում էին նրան։ Լսեք, երբ նոր ուսուցիչը գա և շատ խիստ ձևանա, իմացեք, որ նա երկար չի դիմանալու։ Մենք արդեն 3 ուսուցիչ ենք փոխել, և այս ուսուցիչը նույնպես երկար չի դիմանալու։ Ոչ ոք մեզ չի դիմանում, չնայած մենք շատ հնազանդ ենք և ուսման ծարավ։ Ահա և նա, արագ դասարան մտեք։ Ինչպե՞ս է նա մեր դպրոց վայրէջք կատարել։ Տնօրենն ասաց, որ նրան Աստված է այստեղ ուղարկել։ Իսկ մենք նրան կհեռացնենք։ Զանգը հնչեց, Ջիմն ու իր ընկերները նստեցին վերջին նստարաններին։ Նրանք հետաքրքրությամբ սպասում էին, թե ինչ է լինելու։ Ուսուցիչը մտավ դասարան։ Նա շատ բարեհամբույր էր, երբ նայում էր դասարանին։ Բարի առավոտ տղաներ և աղջիկներ։ Ես ցանկանում եմ, որ այս տարի միմյանց հետ լավ հարաբերություններ ունենանք։ Եթե ուզում եք լավ ուսումնական տարի ունենալ, պետք է այսօրը լավ սկսենք։ Խնդրում եմ կանգնեք, մենք պետք է աղոթենք։ Աղոթել? Աշակերտները ցնցված էին։ Ջիմն այնքան զարմացած էր, որ անկախ իրենից կանգնեց և ծալեց ձեռքերը։ Տեր Հիսուս, օգնիր մեզ, որ այս տարվա ընթացքում իրար հետ լավ աշխատենք։ Շնորհակալություն յուրաքանչյուր աշակերտի համար և աղոթում եմ, որ յուրաքանչյուրը ճանաչի քեզ, քանի որ դու բոլորին սիրում ես։ Ամեն։ Աշակերտները չհասկացան, թե ինչ է դա նշանակում, բայց այդ աղոթքը ներթափանցեց նրանց սրտերը։ Ուսուցիչը ցանկանում էր, որ նրանք ճանաչեին Հիսուսին, քանի որ Հիսուսը սիրում էր նրանց։ Նրանք այսպիսի բան երբևէ չէին լսել։ Շատ ժամանակ չունեին դրա մասին մտածելու համար։ Նրանք հազիվ էին վերականգնվել առաջին ցնցումից, հիմա էլ երկրորդը։ Ես հաջորդ թողարկմանը կպատմեմ, թե ինչ եղավ հետո։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։